Բարև ձեզ, Շան Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հուլիսի 14-ն է, երեքշաբթի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին ազգային տոնի առթիվ։ Հուլիսի 14-ը առանձնահատուկ խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, հավասարության եւ եղբայրության արժեքները կիսող բոլոր ժողովուրդների համար։ Այսօրը լավագույն առիթն է արժևորելու Ֆրանսիայի հարուստ քաղաքական ու գաղափարական ժառանգությունը, որի հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից։ Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ հենց այդ արժեքների հիմքի վրա խարսխված Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ մակարդակի, ձեռք բերելով նոր որակ եւ ռազմավարական բովանդակություն, մասնավորապես նշված է ուղերձում։ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել, այս մասին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ահազանգել է նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը վիճակագրական թվեր է ներկայացրել, խոսել է նաեւ պատճառների մասին։ Մենք տեսնում ենք, որ միևնույն ժամանակ համ պտղաբերության գործակիցն է մեր մոտ նվազել եւ մարդիկ ավելի քիչ երեխաներ են ունենում, պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով, մյուս կողմից մեր մոտ առաջին մայրանալու այդ հետաձգումը, որը որ 20-ից 24 տարեկան էր նախկինում, հիմա տեղաշարժվել է 25-ից 29 տարեկան, դա էլ իր հերթին որոշակի ռիսկեր է առաջացնում եւ փաստացի ստացվում է, որ ավելի քիչ երեխաներ են ծնվում Հայաստանի Հանրապետությունում, այնուամենայնիվ տեսանկյունից նաև պետք է ասեմ, որ սա էլ մեր համար եւ ռիսկ է եւ հնարավորություն։ Հնարավորություն այն տեսանկյունից, որ քիչ երեխաների ծնունդով պայմանավորված, մենք հնարավորություն ենք ունենում ավելի քիչ այդ կախյալության գործակիցը նվազում է եւ ունենում ենք աշխատող բնակչության թվի մեծացում եւ ինչն էլ իր հերթին տնտեսական որոշակի աճ է գրանցում եւ փաստացի ճիշտ գենդերազգայուն քաղաքականությունների իրականացման արդյունքում հնարավոր է լինում հավասարապես բաշխելով պարտականությունները ընտանիքում եւ կանանց ներուժը մեծացնելով ստեղծել կայուն տնտեսական աճ, որի հիմքում նաեւ ընտանիքները որոշում են կայացնում 3 եւ ավելի երեխաներ ունենալ։ Ցավոք սրտի մենք ունենք ամեն տարի իջնող ծնելիություն, ես մի երկու թիվ եմ ուզում ասել։ Մենք ուրեմն ունեցել ենք 32042 ծնունդ 25 թվականին, 33593 ծնունդ 24-ին, 36590 23-ին, 22-23-ի համեմատ ավել ենք ունեցած ծնունդները, 36353 ա եղել եւ 300-ով մոտ 250-ով մոտ ավել ենք ունեցել։ Դրանից առաջ էլի կայուն է մոտեղը 36-ի շրջանակներում, բայց անկումը շարունակվում է եւ Տիկին Բաբայանն էլ մի երկու բան ասեց, ինչի է դա տեղի ունենում եւ երեխաների թվի պարզապես անկում ունենք, այսինքն մեկ կնոջը հասնող վերարտադրողական տարիքում ծնունդների թիվ ավելացող, բարձրացող եւ առաջի երեխա ունենալու տարիք եւ ամուսնության տարիք եւ սրանք բաներ են, որ հաճախ պետությունները չեն կարողանում փոխել կամ հեշտությամբ չեն կարողանում փոխել կամ փոխելուց շատ չնչին են կարողանում փոխել եւ մենք նայում ենք աշխարհի շատ երկրների փորձ ցավոք սրտի հիմա երկրներ կան, շատ զարգացած երկրներ, որ տենց իրենց ժողովրդագրական իրավիճակը նկարագրում են որպես կատաստրոֆիկ, բառիս ուղիղ իմաստով կատաստրոֆիկ, երբ որ նույնիսկ մեկ կնոջը վերարտադրողական տարիքի մեկից ցածր թվով երեխաներ են հասնում ու ասենք այդ երկրներից մեկի օրինակն օրինակ Հարավային Կորեան, որը իրանք ասենք այս թեմաներից խոսալուց տենց մոտարպես շատ վատ բաների մասին են խոսում, որտեղ եթե մեկից ցածր է, մենք ասում ենք, որ պետք է 2-ից բարձր լինի, որ կայուն աճ կարողանանք ապահովել կամ գոնե կայուն ազգաբնակչություն, մեր մոտ հիմա, թե չեմ սխալվում, 1.7-ի շրջանակներում ենք, բայց երկրներ կան, ասենք 0.9-ին է, եւ եթե քայլեր չձեռնարկենք, ու նորից եմ կրկնում, այդ քայլերը շատ դժվար է նաեւ վստահաբար ասել, որ էֆեկտիվ են լինելու, թեև անում ենք, նոր էլ խոսեցին կոնկրետ ծրագրերի մասին, մենք կարող է իջնենք ավելի ցածր պտղաբերության ցուցանիշի վրա
ինչը ցանկացած երկրի այդ թվում այս դեպքում մեր համար էլի կլինի շատ վատ։ Qırğızstani կառավարությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ նավթի եւ նավթամթերքի արտահանման արգելք է սահմանել եւ վերացրել է Չինաստանից բենզատարներով նավթամթերքի ներմուծման ժամանակավոր արգելքը։ ԵՏՄ անդամ պետություններն են Հայաստանը, Բելարուսը, Ղազախստանը, Qırğızstանը եւ Ռուսաստանը։ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների եւ նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները Ռուսաստանում վառելիքի պակաս են առաջացրել։ Ռուսաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցնում բենզինի եւ դիզելային վառելիքի վաճառքի վրա։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ սահմանամերձ շրջանների բնակիչները սկսել են մեկնել Ղազախստան իրենց մեքենաները լիցքավորելու համար։ Ղազախստանի իշխանություններն են Ռուսաստանի հետ սահմանին մոտ 60 անցակետ են տեղադրել վառելիքի անօրինական արտահանումը կանխելու համար։ Իսկ Qırğızstanից վառելիքի արտահանման արգելքը նախկինում եւս գործում էր, սակայն արգելվում էր դրա արտահանումը ԵԱՏՄ-ից դուրս։ Այդ արգելքը այժմ արդեն տարածվում է նաեւ ԵԱՏՄ անդամ պետությունների վրա։ Ռուս-ուկրաինական ճակատում ինտենսիվ մարտերը շարունակվում են առանց դիվանագիտական առաջընթացի նշանների։ Կողմերը շարունակում են փոխադարձ օդային հարվածները ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքային շրջաններին։ Ուկրաինական կողմի հաղորդմամբ ռուսական ուժերն ավելի քան 135 անօդաչուներով եւ 10 հրթիռներով հարձակում են իրականացրել տարբեր շրջանների ուղղությամբ։ Օդային տագնապներ են հայտարարվել մի շարք մարզերում, հակաօդային պաշտպանության համակարգերը փորձել են հետ մղել գրոհները։ Խարկովի մարզում հարվածների հետևանքով վիրավորվել է 7 մարդ, այդ թվում 1 երեխա։ Վնասվել են բնակելի շենքեր, բենզալցակայան եւ երկաթուղային ենթակառուցվածքներ։ Չեռնիգովում վիրավորվել է 3 մարդ, վնասվել են բնակելի շենք եւ էլեկտրացանցի կառույցներ։ Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրամատակարարման։ Սումիում գնդակոծության հետևանքով 1 մարդ է վիրավորվել, բռնկվել են հրդեհներ։ Զապորոժիայում վնասվել է բազմաբնակարան շենք։ Ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին։ Մայրաքաղաքում վնասվել է 16 օբյեկտ, այդ թվում դպրոց եւ ձեռնարկություն, բռնկվել են հրդեհներ։ Ռուսները նաեւ հարվածել են Դնեպրի, Դոնեցկի, Ժիտոմիրի եւ Օդեսայի մարզերի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շարունակել է հարձակողական գործողությունները մի քանի ուղղություններով եւ հարվածներ հասցրել ուկրաինական ռազմական օբյեկտներին։ Մոսկվան նաեւ պնդում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 288 անօդաչու Ռուսաստանի տարբեր մարզերում։ Ռուսական լրատվամիջոցներն էլ գրում են, որ ուկրաինական անօդաչուները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի եւ Բաշկորտոստանում գտնվող Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ համալիրի վրա։ Կրասնոդարի օպերատիվ շտաբը հաստատել է Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը։ Տուժել է 1 մարդ, վնասվել են առանձնատներ, բազմաբնակարան շենքեր եւ երկաթուղային անցումը։ Բաշկորտոստանում հրդեհը բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման եւ նավթաքիմիական համալիրներից մեկում։ Նախնական տվյալներով վնասվել են նավթի առաջնային վերամշակման կայանքն ու բարձր խտության պոլիէթիլենի արտադրամասը։ Հաղորդվում է նաեւ, որ Կերչում հրդեհ է բռնկվել էներգակամրջի հատվածում, իսկ Ազովի ծովում կրկին հարձակման են ենթարկվել Ռուսաստանի այսպես կոչված տվերային նավատորմի տանկերները։ Ամենաթեժ մարտերը շարունակվում են արևելյան ուղություններում, որտեղ կողմերը փորձում են բարելավել իրենց դիրքերը։ Ռազմական փորձագետների գնահատմամբ պատերազմը շարունակում է կրել մաշեցնող բնույթ եւ առաջխաղացումները հիմնականում աննշան են։ Միաժամանակ միջազգային մակարդակում շարունակվում են քննարկումները պատերազմի հնարավոր հանգուցալուծման շուրջ։ Չնայած տարբեր միջնորդական նախաձեռնություններին, Կիևի եւ Մոսկվայի դիրքորոշումները շարունակում են էականորեն տարբերվել, իսկ հրադադարի շուրջ համաձայնության հասնելու հեռանկարն այժմ մշուշոտ է։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Միացյալ Նահանգները նոր հարվածներ է հասցրել Իրանում գտնվող ռազմական օբյեկտներին, թիրախավորվել են Բուշեր, Ջասկ, Քոնարակ, Բանդար Աբաս, Չաբահար քաղաքները եւ Աբու Մուսա կղզին։ Վաշինգտոնը նաեւ վերսկսել է Իրանի ծովային շրջափակումը։ Այս հարվածները շարունակելու են մեծ գին պարտադրել իրանական ուժերին եւ թուլացնել նրանց կարողությունը հարձակվելու խաղաղ բնակիչների եւ առևտրային նավերի վրա, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածների նպատակը Իրանի ծովային երթևեկությունը խաթարելու հնարավորությունները սահմանափակելն է։ Իրանական պետական լրատվամիջոցները պայթյունների մասին են հայտնել երկրի հարավային ափամերձ հատվածում, այդ թվում Քիշ, Քեշմ եւ Աբու Մուսա կղզիներում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իր հերթին հայտարարել է, որ նեղուցում բնականոն նավարկությունը կարող է վերականգնվել միայն ԱՄՆ ռազմական միջամտության դադարեցումից հետո եւ հայտնել է Հորդանանում ու Բահրեյնում գտնվող ամերիկյան ավիաբազաների վրա հարձակման մասին։
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին փոխել մերձավոր արևելքում խաղաղության նկատմամբ իր ագրեսիվ մոտեցումը։ Միայն ռազմական ուժը չի կարող երաշխավորել երկարաժամկետ կայունություն, որին կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով, ասել է նա։ Քաղաքական գործչի խոսքով պատերազմները բերում են մահ, ավերածություններ եւ տեղահանություն։ Խոսելով խաղաղության եւ անվտանգության մասին անհնար է ագրեսիվ մոտեցում ցուցաբերել, ընդգծել է նա։ Աունը հույս է հայտնել, որ հուլիսի 14-ին Հռոմում մեկնարկող Իսրայելի հետ երկկողմ բանակցությունների 6-րդ փուլը կհանգեցնի գործնական արդյունքների, որոնք կներառեն օկուպացիոն ուժերի դուրսբերման սկիզբը Լիբանանի հարավից։ Նախագահը նշել է, որ լիբանանցիները հետապնդում են հստակ նպատակներ՝ իրենց տարածքի լիակատար ազատագրում, ռազմական գործողություններից վնասված տարածքների վերականգնում եւ քաղաքացիական բնակչության վերադարձ։ Գյումրի Արևիկ Այգաբաց մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները վերսկսվել են։ Հունիսին նորոգումներ չեն արվել, դադարեցումները շինընկերությունը տեխնիկայի անսարքության հետ է կապում։ 10.5 կիլոմետր երկարության ճանապարհ է հիմնանորոգվում։ Պետական բյուջեի միջոցներով ընթացող ճանապարհաշինական ծրագրի ավարտը մինչև այս տարվա հոկտեմբերն է, իսկ աշխատանքները 1 տարի առաջ էին սկսվել։ Անցած տարի ահագին նորակտեմբերով կաշխատեն, բայց կիսա թողեցին չիրեմ իշ պայմաններով, այս տարի նոր մի ամիս եղավ կաշխատեն էլի։ Գյումրի Արևիկ Այգաբաց երթուղին սպասարկող միկրոավտոբուս նորական 12 անգամ այս ճանապարհով է անցնում։ Շինտեխնիկայի տեղաշարժն ամեն օր վարորդների եւ ուղևորների աչքի առաջ է։ Գարնանը ոչ ակտիվ տեմպերով, բայց շինարարը գործ արել է։ Հետո աշխատանքները դադարել են, վերսկսել են ուշ։ Մեկ ամիս չկա, որ շինտեխնիկան հիմնանորոգման ենթակա 10.5 կիլոմետր երկարության ճանապարհի տարբեր հատվածներում է աշխատում։ Շինարարությունը տարբեր հատվածներում տարբեր փուլում է գտնվում։ Միտեղ գրունտային շերտն են հեռացնում, մյուսում հարթեցումներ են։ Գարնանը շինարարության տանդաղ տեմպերը հունիսին որևէ գործ չանելը շինընկերության պատասխանատուն կապում է շինտեխնիկայի անսարքության հետ։ Հիմա էլ ամբողջ ծավալով չեն աշխատում։ Բազմաֆունկցիոնալ մեքենաների պակասը զգացվում է, վերանորոգում են։ Արևիկից Այգաբաց տանող հատվածում են աշխատում։ Կավային հիմքով ճանապարհ է, ասֆալտը ոչ թե 10-20 տարվա է, այլ ավելի հին։ Գյուղի մարդիկ սովետի տարիները հիշեցին, բայց շինարարը քայքայված ասֆալտի որոշ հատվածներում մասնակի նորոգումների հանդիպել է։ Տագի շերտը գտնվում է վատ վիճակում, հիմա մենք անում ենք այդ ընդանուր վատ շերտը, տեղը լցնում ենք նոր որակով կռունտը, որպեսզի մեր ճանապարհը հետագայում ոչ մի խնդիր չունենա։ Քանդված անհաշիվ փոսերով մարզային նշանակության ավտոճանապարհը մի քանի գյուղեր է կապում իրար։ Արտիկից Գյումրի հասնելու համար այն կարող է դառնալ ամենակարճ ճանապարհը։ Արտիկ, Աբարանի շրջանը, պես կարանիշտանք ես։ Սովետի վաղտը սա տրանսպորտը այս կողմից էր։ Աբարանի կողմից, Ալագազից, Աղարտիկից, այս կողմով կեստային գուկայից։ Հեննագանը։ Հետո դատարեց, քանդվեց սաղ ճանապարհին։ 10.5 կիլոմետր ճանապարհը ելի մնում է հարևան գյուղերի համար երթևեկելի։ Շինարարության ընթացքում երթևեկության սահմանափակումներ չեն լինելու։ Այնտեղ, որտեղ փորման աշխատանքներ են սկսված, շինարարը մեքենաների համար անցումներ է թողել։ Երթևեկությունը կանգ չի առնում, մենք կողքնոր ճանապարհ ապահովելով, որ ընդանուր երթևեկությունը բաց լինի, ազատ լինի, ավտոները խոչընդոտ չունենան մեքենաները։ Ճանապարհաշինական ծրագրում ընդգրկված են հին ու նոր ջրատարների կառուցումը կամ նորացումը, գյուղամիջյան մայթերի նորոգումը, եզրաքարերի տեղադրումը, լուսավորության ցանցի անցկացումը։ Ասֆալտապատման ինժեներական աշխատանքների մեծ մասն ավարտել են։ Վերականգնման ենթակա են նաև քանդված 5 կամրջակները, որոնք ջրատարների վրա են։ Հատվածներ կան, որ չեն, մենք նորը կառուցում ենք, որ հատվածներ նոր գոյություն ունի, ոչ բարվոք վիճակում է, դրանք նորոգում են։ Շինարարը մեկ ամսից կսկսի Գյումրի Արևիկ հատվածի հիմնանորոգումը։ Այդ հատվածում աշխատանքների ծավալի մեծ բաժինը վերաբերում է կոմունիկացիոն ցանցի նորոգումներին։ Նորացվելու է Բաղրամյան փողոցի քայքայված 5 կոյուղատար համակարգը։ Այն պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորմամբ է ընդգրկվել ճանապարհաշինական այս ծրագրում։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։
Համընդհանուր ներառականության մասին, երբ սկսեցինք խոսել, այն սխալ ընկալում գտավ եւ դիտարկվեց միայն կրթության ոլորտում։ Համընդհանուր ասվածը վերաբերում է բոլորին, բացառելով խտրականությունը, սահմաններ չճանաչելով ներառման մեջ։ Եվ այս մոտեցումը մեկ ձևակերպում ունի, կոչվում է համընդհանուր դիզայն։ Սահմաններ չընդգծող ներառման մասին երկօրյա քննարկում էր կազմակերպել հայկական Կարիտասը Շիրակի ՏՄԱԿ-ի հետ համագործակցությամբ։ Համընդհանուր ներառականության շեշտադրումը միայն կրթության մեջ դիտարկելը սխալ մոտեցում է։ Այս համատեքստում Շիրակի ՏՄԱԿ-ի վերապատրաստող մասնագետները բացատրում են, թե ինչ է նշանակում համընդհանուր դիզայնը, ինչու պետք է մերժել միջինի միֆը, փոխարեն մտածել ու ստեղծել հասանելի միջավայր, որտեղ տարիքային ֆիզիկական հնարավորությունների առանձնացում չի լինի։ Օրինակներն են բացվող-փակվող դռները, որոնք հավասարապես հարմար են թե սայլակող մարդու, թե ծանր տոպրակներ բռնած գնորդի համար։ Օրինակներ են աուդիոգրքերը, ձայնային ազդանշանով վերելակները եւ այլն։ Մեր առաջադրանքն էր եւ մեր խնդիրն էր, որպեսզի մեր ամբողջ լսարանը լինի ներգրավված, լինի հետաքրքրված եւ բոլորը իրենց մասնագիտության եւ աշխատանքի շրջանակներում ունենան լուծում եւ ունենան առաջ խաղացում, թե ինչպես կարելի է փոփոխել իրենց աշխատանքը ի օգուտ համընդհանուր դիզայնի։ Բայց մեր իրականությունում եւ ապրած տեղում բոլորի համար հասանելիություն ապահովված չէ։ Մատչելիություն ասելով հասկանում ենք միայն թեքահարթակներ, որոնք շատ տեղերում կառուցված են խախտումներով։ 1991 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարան, ժուրնալիստիկայի բաժին։ Այն տարիների համեմատությամբ, եթե անկեղծ լինեմ, որոշակի ծրագրեր ու ծառայություններ իրականացվել են, բայց մեծ հաշվով շատ բան չի փոխվել։ Վահանի հետ նույն կուրսում էինք սովորում, այդ թվերին ինձ համար անսովոր, անհավատալի բան էր։ Տեսնել տեսողական խնդիրներ ունեցող մարդու հավասար պայմաններով բարձրագույն կրթություն ստանալով, երբ ներառական կրթության ուղղված ծրագրերի ծառայությունների մասին գաղափար անգամ չունեինք։ Միջավայրի հասանելիության մասով Վահանն ասում է շատ բան չի փոխվել, բայց նրա համար մարդկային վերաբերմունքն ամեն ինչից վեր է։ Մարդկային վերաբերմունքի առումով ես տարբերություն չեմ տեսել նույնիսկ այն ժամանակ 90-ական թվականներին, որովհետև եթե չէր խոսում ներառականության մասին, բայց մարդկանց մտածողությունը ամեն դեպքում առողջ մտածողությունը այնպիսին էր, որ պատրաստ էին օգնել հաշմանդամություն ունեցող անձին ինչով կարող են։ Ես դա զգացել եմ ու շատ երախտապարտ եմ իմ կուրսընկերներին ու նաև դասախոսներին։ Համալսարանում չշարունակեց ուսումը, որովհետև 90-ականների ծանր տարիներն էին։ Հանրակացարանում հայրիկի հետ մնալը, տեղաշարժի ու այլ հնարավորությունների բացակայությունը դժվար էր հաղթահարել։ Վահանը հիմա հայկական Կարիտասի նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության ծրագրում է 1 տարուց ավելի շահերի պաշտպանության մասնագետ է։ Նշում է, տեխնոլոգիաների զարգացումը բավականին հեշտացրել են ուսուցման գործընթացը, բայց միևնույն է բրայլյան գրքերի տեղը չեն լրացնում։ Բրայլյանին չտիրապետելը նույնպես լուրջ խնդիր է, որովհետև հանրակրթական դպրոցներում չկա այդ հնարավորությունը, որ ուսուցիչները սովորեցնեն բրայլյան, իրենք էլ չեն տիրապետում, նույնիսկ ՏՄԱԿ-ի աշխատողները չունեն այդ հնարավորությունը ու նաև այս բացը կա, տեխնիկական միջոցներով ինչքան էլ փորձեն այդ ուսումը կազմակերպել, ամեն դեպքում գրելը, ձեռքով գրելը կամ տեքստեր կան, որոնց վրա, ասենք, ձեռքով աշխատանք է պահանջվում, դա չի ծածկում այդ բացը։ Հետո խոսքը շարունակում է ներառականությունը մարդասիրական գաղափար է, բայց անպատրաստ ձևով է արվում։ Դրա համար ստեղծում է հակազդեցություն։ Զգայուն թեմաների շուրջ երկօրյա քննարկումների առանցքում էր հասարակության վերաբերմունքը, թե ինչ բառապաշար ենք օգտագործում, որ հեռու մնանք պիտակավորումից, իսկ բառերը կարող են կարծրատիպեր փոխել։ Կարևոր է, թե ինչ տերմիններ են կիրառում հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցվելիս։ Մենք նաև խոսեցինք էթիկայի մասին, թե հարցազրույց վերցնելու ժամանակ ինչ էթիկական կանոններ պետք է հաշվի առնենք, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը երկրորդական պլան չմնա եւ մենք շեշտը չդնենք նրա ախտորոշման վրա, այլ հասկանանք, որ ինքը պարզապես այդ ախտորոշումը կրող մարդն է եւ զերծ մնանք ավելորդ օրինակ խղճահարությունից եւ հերոսացումից։ Ծաղկաձորում անցկացված երկօրյա աշխատարանը բազմաշերտ լսարանի համար էր։ Խմբերում լրագրողներ էին, բլոգերությամբ զբաղվողներ, դերասաններ, կամավորներ, ուսանողներ։
Ոլորտի մասնագետներ, որոնք թեմաները վարժանքների միջոցով դիտարկեցին, հայտնվելով զգայունության իրավիճակներում, թե յուրաքանչյուրն իր մասնագիտության մեջ ինչպես կարտահայտի, սա ենթադրում է համագործակցության շրջանակ քննարկման մասնակիցների միջև։ Իսկ կենտրոնացում ու լիցքեր տվող վարժանքը հանդիպման վերջին դարձյալ ներառման սահմաններ չճանաչելու օրինակ էր։ Հեղինե Քուշկյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։